Եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նույն նշանակելու մասին։ Մեհետելա։ Եկեղեցին ինքն է որոշում իր կաթողիկոսին, իր մնացածին։ Փաշինյանն ով է, որ եկեղեցու կաթողիկոսը ընտրի։ Եթե մի մարդ աստուն չհավատա, ինքը կարա իրան հավատա։ Ես աշխատողների հետ գործ չեմ կանանց մասին լավ ասեմ, բայց եկեղեցին դա սրբավայր է։ Ինքը անկախ պետություն է, ինքը գործ ունի, այն մեկին ասի գնա սենցար են, մեկին ժողովրդին փոխանակ միավոր են, ընդհակառակ այն ձևանում են ժողովուրդը իրար ոնց միսեն ու տնկոպիտ ասած էլի, չի կարելի տենցել։ Ոչ, չի իրանք չունի։ Մեր պատմության մեջ դες բան չի եղել։ Կաթողիկոսը ղեկավարը դեր բանա, նրանք իրաց ուրիշ պետություն են իրաց մաս Հայաստանի մեջ։ Նա իրանք չունեն ղեկավարեն կամ ընտրեն կամ չընտրեն։ Դա պիտի իրաց մեջ կատարեն։ Ինքը իրանք չունի դրանք առանձին սխեմա է, դրանք առանձին մարդիկ են, մեծատար ամոթ իրանց աշխարհով մեկ նա էլ տեղ չկա, էլ որ չխայտարակվի, ասես ջան։ Տեղ չկա, ամեն տեղ ինքը խայտարակվել է, դրա համար դաժե իր անդրողները իմ ասում են երբենք պրծվելու իրանից։ Դա ես 100% գիտեմ, իմ մոտիկները ընտրել են շատերը եւ հիմա ասում են ես ինչ հիմարություն արեցին։ Եկեղեցին պետք է լի անկախ բոլոր բաների հետ, ժողովրդին միայն։ Վարչապետ իրավունք չունի կաթողիկոս փոխելու։ Երբեք, այդ ինքը իրան օրենքը հնարավոր չէ անել։ Իր պրինցիպն է։ Նա ոչ մի տեղ իրավունք չունի խառնվի եկեղեցու հետ։ Տերներնի չեն որ նա տան։ Իրանց մեջ թե ոնց են ինչ են, մենք բոլորս էլ համախմբված գնում ենք մասնակցում եկեղեցուն, չենք բողոքում եկեղեցուց։ Կաթողիկոսը ինքն ստացա միջև վերջին նստելու է։ Ոչ, բոլորովին։ Նա պետք է չխառնվի եկեղեցու գործերի։ Թողամ է մարդ իր գործով զբաղվի էլի, կարելի է այդպես ասել։